Ողջույն, ես Արտուն Խաչիկյանն եմ եւ ինձ խաբել են։ Այո, բայց խաբել են ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլորիդ, իմ թանկագին ընկերներ, լկտիաբար եւ առանց ամոթի։ Եվ հիմա ես այս տեսանյութը ձայնագրում եմ, որպեսզի մանրամասն պատմեմ հայ ժողովրդին, երևի թե վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ ողբերգության մասին։ Բաժանորդագրվեք, եթե ցանկանում եք իմ էջին, եւ ես իմ խոստումներս քամուն չեմ տալիս։ Ես պարտավորում եմ ուրախացնել ձեզ նոր բացահայտումներով։ Նախկինում մենք հիմնականում քննարկում էինք մեր հանրապետության արտաքին քաղաքականության վերաբերող հարցերին։ Սակայն Հայաստանում սկսված այս տերորը, այս բռնաճնշումները, ինչպես նաև իմ եւ իմ ծանոթներիս դեմ ուղղված զրպարտության արշավը ստիպում են ինձ դուրս գալ այս հարցերի շրջանակից։ Գրեթե 8 տարի առաջ ես ձեր հետ միասին դուրս եկա փողոց, հավատալով այս ռեժիմի խոստումներին, պայքարել կոռուպցիայի դեմ, հետ բերել միլիարդավոր դոլարները, լուծել Ղարաբաղի հարցը, խաղաղ ճանապարհով հարգել մեզ եւ խորհրդակցել մեզ հետ, ինչպես նաև 3 միլիոն վարչապետների հետ։ Մեզ ասում են, որ մեզ սիրում են, մեր առջև խոնարհվում են։ Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր հավատացին ավելի լավ կյանքի, խաղաղության, առանց կոռուպցիայի երկրի խոստումներին։ Ես նույնպես հավատացի եւ նույնպես խաբվեցի։ Գլխավոր պատճառը, թե ինչու մենք հավատացինք այս մարդկանց, կոռուպցիան էր։ Այո, Հայաստանում կար կոռուպցիա եւ կար անարդարություն, եւ կային լուրջ խնդիրներ, որոնք կապված էին նախկին ղեկավարության հետ, եւ մենք բոլորս հոգնել ենք դրանից։ Իսկ այս մարդիկ խոստանում էին, որ կոռուպցիա այլևս չի լինելու։ Անցավ 7 տարի։ Այս խոստումները մեկը մյուս հետևից ձախողվեցին։ Ղարաբաղում խաղաղության փոխարեն մենք 3 պատերազմ ունեցանք։ Ղարաբաղը հայաթափվեց, 5000 տղա զոհվեց։ Առաջնորդները մեզ տարան դեպի այս պարտությունը, ամենածանրը մեր պատմության ավելի քան 100 տարվա ընթացքում։ Ժողովրդավարության փոխարեն մենք ունենք ճնշումներ, տերոր, մի դիկտատոր, որը վարվում է մեր երկրի հետ, ինչպես իր սեփական ոստիկանական պետության հետ։ Սպառնում է, շանտաժի է ենթարկում, ձերբակալում է բոլորին, ում ցանկանա։ Մենք վերածվել ենք ոստիկանապետության, բռնապետության, որտեղ սև դիմակներով ուժայինները կարող են մտնել ցանկացած մարդու տուն եւ նրան գցել գետնին։ Ահա սա է նրանց խոստացած ժողովրդավարությունը։ Ներխուժում են մեր քաղաքացիների անձնական կյանքը։ Մարդկանց մասին զզվելի ստեր են տարածում։ Նրանց հետևից լրտեսում են ու շանտաժի են ենթարկում։ Ուր էլ որ գնաս, ձեզ կարող են հետևել ու նկարել։ Ցանկացած պահին սև դիմակներով մարդիկ կարող են բռնել ձեզ ու փռել ասֆալտին, ինչպես նա ասում է։ Օրենք չկա, քաղաքական իրավունքներ չկան, խոսքի ազատություն չկա, արդարադատություն չկա։ Մենք կվերացնենք կոռուպցիան, կլինի լիարժեք թափանցիկություն, ազնիվ կառավարություն։ Այսպես էին նրանք ասում։ Ասում էին, որ կոռուպցիա չի լինելու, ոնց որ նախկին նախագահների ժամանակ, երբ որ մի օլիգարխ կամ բիզնես ու իշխանությունը իր հետ միանում էին, միախառնում էին իրենց բիզնեսները։ Շահերի ոչ մի բախում չի լինելու։ Պետական պաշտոնյաները չեն կարող միաժամանակ բիզնեսմեն լինել, դա շահերի բախում է։ Իշխանության եկած մարդիկ փոխվեցին, բայց այս կոռուպցիոն սխեմաները մնացին նույնը։ 8 տարի անց ես տեսնում եմ նույն սխեմաները, նույն մարդկանց, նոր դեմքեր, բայց կոռուպցիայի մեխանիզմը ժամացույցի պես աշխատում է։ Եվ հենց այն մարդիկ, ովքեր խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ, հիմա անում են նույն բանը, ինչի մեջ մեղադրում են նախկին ռեժիմին։ Ինչի մեջ էր այս խումբը մեղադրում մեր նախկին իշխանությունները։ Շատ բաների մեջ։ Նրանք ասում էին, մեղադրում են նրանց, որ պետբյուջեից փողեր են հանվում եւ բաժանվում իրենց ընկերների եւ բարեկամների միջև։ Հայաստանը վերածվում են ընտանեկան բիզնեսի։ Նրանք մեղադրում էին նախկին ղեկավարությանը մասնավոր բիզնեսը պետական գործերի հետ խառնելու մեջ։ Նրանք մեղադրում էին նախկիններին թաքուն հաշիվներ բացելու եւ իրենց ընտանիքի անդամների անուններով թաքուն բիզնես անելու մեջ։ Նրանց մեղադրում էին կառավարության անդամների բարեկամներին ու ընկերներին պատկանող մասնավոր ընկերություններին արտոնություններ եւ հատուկ միջոցներ տալու մեջ։ Նրանք մեղադրում էին օլիգարխների հետ համագործակցելու եւ մոնոպոլիաներ կամ մենաշնորհներ ստեղծելու մեջ, դրա վրա աչքեր փակելու մեջ։ Նրանք մեղադրում էին նախկիներին, որ ապրում են ճոխ կյանքով, քշում են թանկարժեք մեքենաներ ու գնում են շքեղ ճանապարհորդությունների, այն դեպքում, երբ ժողովուրդը սոված էր։ Այս խմբի անդամները իրենց ներկայացնում էին որպես ժողովրդից եկած մարդիկ, հասարակ մարդիկ, մեր բոլորի պես։ Նրանք մեր բոլորից նման էին։ Համեստ էին հագնվում, հասարակ հագուստ էին կրում, նրանք քայլում էին փողոցներով, մարդկանց մեջ, աշխատանքի էին գնում հեծանիվով։ Այդ շոուն պետք է մի միտք հասցներ մեզ։ Մենք ձեզ նման ենք։ Մենք հասարակ տղերք ենք, ժողովրդի նման մարդիկ ենք։ Մենք ձեր կողմից ենք։ Մենք նման չենք նախկին ղեկավարների, մենք միլիոնատերներ չենք, թանկ մեքենաներ չենք քշում, թանկարժեք արձակուրդների չենք գնում։ Բայց վարագույրը ընկավ եւ շոուն ավարտվեց։ Եվ մենք տեսանք իրենց իսկական դեմքը, դիմակները ընկան։
Հիմա տեսնենք, թե ինչի բերեցին մեր այս մարդիկ եւ այն յուրաքանչյուր կետը, որով մեղադրում են իրենց ընդդիմադիրներին կամ նախկիններին, թե ինչպես նրանք իրականացրեցին սրանք իրենց կյանքում։ Այս հասարակ տղերքը սկսեցին նույն թանկարժեք մեքենաներ օգտագործել, նույն օլիգարխների կամ նոր օլիգարխների հետ ճանապարհորդությունների գնալ։ Նրանք սկսեցին պետբյուջեին վերաբերվել որպես իրենց անձնական փողին եւ բաժանել իրենց ընկերներին եւ բարեկամների ձեռնարկություններին։ Նրանք, ովքեր ձևացնում էին, որ ժողովրդի միջից դուրս եկած հասարակ տղերք են, սկսեցին քշել թանկարժեք մեքենաներ, թռչել օլիգարխների ինքնաթիռներով, գնում էին նույն շքեղ արձակուրդները։ Նրանք սկսեցին պետբյուջեին վերաբերվել որպես իրենց անձնական փողին եւ այդ նվիրաբերել իրենց ընկերներին եւ բարեկամներին ձեռնարկություններին։ Նրանք սկսեցին պետական պայմանագրեր ու մրցույթներ բաշխել իրենց ընկերների ու բարեկամների ձեռնարկություններին։ Իշխանության գայթակղությունը շատ արագ ցույց տվեց ժողովրդի միջից դուրս եկած հասարակ տղերքի իսկական բնույթը։ Բայց լիրիկական նահանջը ավարտված է։ Այս պահից սկսած մենք խոսելու ենք միայն փաստերի հիման վրա, որոնք հաստատվել են տարբեր լրատվամիջոցների կողմից եւ հասանելի են բաց աղբյուրներում։ Կխոսենք ամսաթվերով, թվերով եւ փաստերով։ Սկսենք թվերից։ 2018 թվականին Հայաստանը կոռումպացված էր։ Ըստ Transparency International կազմակերպության կոռուպցիայի ընկալման հարցմանը մեր համաթիվը 35 միավոր էր։ Դա նշանակում էր, որ մարդիկ երկիրը համարում էին կոռումպացված եւ արդարացիորեն։ Բայց հետո գործերը լավացան 2019-ին եւ 20-ին թվականներին մեր նիշը բարձրացավ մինչև 49։ Դա ցույց է տալիս, որ կա որոշ առաջընթաց։ Մարդիկ հավատում էին, որ իրական փոփոխություն է եղել, բայց ահա թե ինչի մասին են խոսում այդ թվերը։ Եկեք տեսնենք, թե ինչով դա վերջացավ։ Հայաստանը մնում է եվրոպական երկրների միջին մակարդակից ցածր կոռուպցիայի ցուցիչով։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Վրաստանը մեր հարևանը մեզանից բարձր է, Մոլդովան ավելի բարձր։ Նույնիսկ Ադրբեջանը որոշ ցուցանիշներով ավելի լավ վիճակում է։ Ստացվում է, որ հեղափոխությունը կանգ առավ կես ճանապարհին։ Սկսեց կարծես թե լավ, բայց խորքային փոփոխություններ չեղան։ Ինչու։ Եկեք հասկանանք 4 կոնկրետ պատմությունների օրինակով։ 2018 թվականին իշխանության եկավ քաղաքացիական պայմանագիր խումբը։ Իր այդ խմբի վարչապետը խոստանում էր ֆինանսների լիակատար թափանցիկություն։ Ամեն դրամը բոլորի աչքի առաջ։ Ոչ մի ստվերային ներմուծումներ։ 21 թվականի կուսակցությունը նույնիսկ իր նոր հակակոռուպցիոն կանոնները ընդունեց։ Արգելեցին խոշոր կորպորատիվ նվիրատվությունները, սահմանափակվեցին մուծումների չափը։ Հրաշալի է, կարծես թե ամեն ինչ ուղղակի հրաշալի է։ Բայց ահա OCCRP, այսինքն Organized Crime and Corruption Reporting Project, այս հետաքննության արդյունքները։ Նրանք նայեցին կուսակցության 22 թվականի ֆինանսական հաշվետվություններին եւ գտան մի տարօրինակ բան։ 2022 թվականին կուսակցությունը հայտարարագրել էր 140 նվիրատու։ Եվ գիտեք ովքեր էին նրանք։ Գրեթե բոլորը սեփական ընտրություններում հենց կուսակցության տեխնացուները։ Եկեք մտածենք սրա մասին։ Կուսակցական տեխնացուները փողին նվիրաբերում իրենց սեփական կուսակցությանը։ Տրամաբանական է։ Գուցե, բայց եկեք ավելի խորը փորփորենք։ Լրագրողները զանգահարել էին այդ նվիրատուներից մեկին եւ նրանց կեսը պատասխանել էր, որտեղից մենք գիտենք, ես ոչ մի բան չեմ նվիրաբերել։ Նրանք հաշվետվության մեջ տեսել էին, որ իբր փող են փոխանցել, բայց իրականում նրանք այդպիսի բան չէին արել։ Ինչպես գրում էր OCCRP-ն, Չարենցավան քաղաքի ավականու անդամ Լիլիթ Հարոյանը զայրացել էր իմանալով, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2022 թվականի հաշվետվության մեջ ինքը նշված է որպես դոնոր, որը իբր փոխանցել է 1 միլիոն դրամ, մոտ $2500 իր կուսակցությանը։ Էս ինչ կատակ է, սա էր նրա արձագանքը։ Ընդ որում այս տարի նա հայտարարել էր զրոյական եկամուտ։ Առաջին անգամ եմ լսում կտրուկ հայտարարել էր նա լրագրողներին։ Որտեղից եկամուտ չունեցող մարդուն փող նվիրատվության համար։ Բայց սա դեռ ամենը չէ։ Լրագրողները օրինաչափություններ են գտել։ Միևնույն քաղաքում մի քանի հոգի նույն օրը նվիրաբերել են նույն գումարները։ Ուղղակի զուգադիպություն է։ Հնարավոր է։ Մուծումների չափը հաճախ գերազանցում էր նվիրատուների տարեկան եկամուտները։ Եվ ինչ է հետաքրքիր, հաճախ գերազանցում էր օրենքով սահմանված 2.5 միլիոն դրամի շեմը։ Որոշ մարդիկ նույնիսկ խոստովանել էին լրագրողներին. այո, նվիրատվություններ կարող է արվել է իմ անունից, այսինքն առանց իմ գիտության։ Ինչպես գրում է օրակարգը, հետևությունները անմխիթարական են։ Մկրտիչ Կարապետյանը OCCRP միջազգային նախագծի համատեղ
հետաքննության համահեղինակը, դրամահավաքի այս գործընթացը ուղիղ տեքստով անվանում է կազմակերպված եւ ապօրինի սխեմա։ Իսկ ընտրական հարցերով փորձագետ Վարդինե Գրիգորյանը բացատրում է այս սխեմայի իրությունը։ Սա փողերի իրական ծագումը թաքցնելու փորձ է։ Հնարավոր է հենց այդ նույն օլիգարխներից։ Եվ 2021 թվականի հենց իրենց բարեփոխումները շրջանցելու ձև է։ Ֆիկտիվ նվիրատվություններ գոյություն չունեցող դոնորներից։ Այս դեպքում որտեղ են իրական փողերը, որտեղից են դրանք գալիս, որտեղ են իրական աղբյուրները։ Սա լավ հարց է։ 2019 թվականին ստեղծվում է նոր պետական հիմնադրամ։ Դա կոչվում է ԱՆԻՖ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ։ Նպատակը շատ վեհ է՝ ներդրումներ անել տնտեսության մեջ, կիբերմասնագետների մեջ, ապագայի մեջ։ Հիմնադրամի տնօրենը կառավարության մտերիմներից է։ Բայց տեսեք, ինչ է կատարվում հետո։ Ինչպես իր հետաքննություններում նշում է հետքը, հիմնադրամի ստեղծումից ընդամենը 8 օր անց ԱՆԻՖ-ը 3.8 միլիոն դոլար է փոխանցում օֆշորային մի ընկերության, որտեղ Delaware նահանգ, Միացյալ Նահանգներ։ Ում է պատկանում այս ընկերությունը, հիմնադրամի տնօրենի կնոջ ընկերոջը։ Թույլ տվեք կրկնել, որ պարզ լինի։ 8 օր առաջ ստեղծված պետական հիմնադրամը հարկատուների փողերը փոխանցում է օֆշոր, պետի կնոջ ընկերոջը։ Փողերը պետք է օգտագործվեին CFW ընկերության 49% գնելու համար։ Մի ընկերություն, որը իբր պետք է լիներ մասնագետների պատրաստության համար ստեղծված ընկերություն։ Գլխավոր բառը իբր։ CFW ընկերությունը երբեք ոչ մի հաշվետվություն չի տվել։ Ուր գնացին փողերը, ոչ մեկին չեն հետաքրքրում։ Բայց եկեք տեսնենք, թե հետո ինչ եղավ CFW-ի հետ։ Երբ հիմնադրամը սկսեց ներդրումներ անել, ընկերությունում աշխատում են 15 հոգի։ 1 տարի անց այնտեղ մնացել էր 1 մարդ, տնօրենը։ Ով էր այս տնօրենը? ԱՆԻՖ-ի հիմնադրամի տնօրենի կնոջ մտերիմ ընկերը։ 15 հոգուց 1 հոգի։ Այսպիսի տեսք ունի ընկերությունը, որը իբր թե կիբերմասնագետներ էր պատրաստում։ Շատ արդյունավետ է։ Բայց սիրելի ընկերներ, սա դեռ ծաղիկներն են։ Հիմա կլսեք ամենասարսափելիի մասին։ ԱՆԻՖ-ը ուներ մասնաճյուղ Մոսկվայում։ Եվ ահա 2020 թվականից մինչև 24 թվականները Երևանից Մոսկվա է գնում աստղաբաշխական գումար 2.7 միլիարդ դրամ։ Դա մոտավորապես 7 միլիոն դոլար է։ 7 միլիոն դոլար մեր հարկատուներից գրպանից։ Եվ գիտեք ինչի համար, ոչ ոք չգիտի։ ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է. իրենք տեղեկություն չունեն, թե այդ մասնաճյուղը ինչ ծրագրեր է արել։ Պատկերացնում եք, միլիարդներ են գնացել, իսկ արդյունքը 0։ Դատարկություն։ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենն է։ Նա հիմա ասում է, թե իբր լուրջ գործեր են արել, բայց նոր ղեկավարները ոչ պրոֆեսիոնալ են ու քանդել են ամեն ինչ։ Բայց եկեք նայենք փաստերին։ Այդ 7 միլիոն դոլարից 6 միլիոնը ծախսվել է աշխատավարձերի ու պարգևավճարների վրա։ Լսեցիք։ Փողի մեծ մասը ուղղակի կերել են աշխատավարձի տեսքով։ Իսկ հիմա ուշադրություն, որտեղ էր տեղակայցված այդ թանկարժեք գրասենյակը։ Մոսկվայի ամենաթանկ թաղամասում, Օստոժենկա փողոցում, պատմական շենքում, Տուրգենևի թանգարանի կողքին։ Էլիտար մի տեղ։ Եվ ինչ պարզվեց, երբ ԱՆԻՖ-ը դադարեցրեց վարձակալությունը, այդ նույն էլիտար օֆիսում տեղավորվեցին հենց Սերգեյ Գրիգորյանի անձնական ֆիրմաները։ Ստացվում է, պետական փողերով տարիներով պահել են մի օֆիսը, որպեսզի վերջում այն ծառայի պաշտոնյաների անձնական բիզնեսին։ Ինքը Գրիգորյանը դա նույնիսկ չի երգում, ասում է, դե ԱՆԻՖ-ը դրանից միայն շահեց։ Հրաշալի տրամաբանություն է։ Բա խոստացած ծրագրերը, հիշում եք իմ տունը նախագիծը։ Խոստանում էին մոդուլային տներ սարքել զինվորականների համար, սահմանամերձ գյուղերի համար։ Գունավոր սլայդեր էին ցույց տալիս, տուֆից սիրուն տներ էին ցույց տալիս։ Ուր են այդ տները, չկան։ 0։ Ծրագիրը մնաց թղթի վրա։ Փոխարենը միլիոնավոր դոլարներ գնացին Մոսկվա եւ անհետացան։ Հիմա ամենակարևոր հարցը. ով է պատասխանատու։ Այդ տարիներին ԱՆԻՖ-ի տնօրենի խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։ Այո, Երևանի ներկայիս քաղաքապետը։ Նա էր ղեկավարում այս կառույցը, երբ այս միլիարդները հոսում էին դուրս։ Նույնիսկ այս խմբի ղեկավարը հունվարին ասուլիսի ժամանակ ստիպված էր խոստովանել. մեջբերում եմ նրա խոսքերը։ Ես դա գնահատում եմ որպես ձախողում, որպես խայտառակություն։ Դա վստահության չարաշահում է։ Այս անձը ասում է, խայտառակություն է։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, պաշտոնյաների դիրքի չարաշահում եւ յուրացում հոդվածներով։ Բայց գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Քրեական գործ կա, բայց մեղադրյալներ չկան։
Ոչ ոք ձերբակալված չէ, ոչ ոք պատասխան չի տվել։ Տիգրան Ավինյանը շարունակում է ժպտալ ու ղեկավարել Երևանը։ Փողերը չկան, տները չկան, արդյունքը խայտարակություն, բայց նստող էլ չկա։ Իսկ հիմա մի ուրիշ պատմություն, որը նման է վատ դետեկտիվի, բայց սա իրականություն է։ Հայաստանի այսպես կոչված վարչապետը եղբայր ունի, իր անունը բոլորը գիտեն, Արմեն Պաշինյան։ Ինչպես գրում է FIPAM-ը 2022 թվականին, իր եղբայրը Ռուսաստանից վերադառնալուց հետո ցուցադրել է կարիերայի թռիչք եւ կտրուկ աճ։ Այս անձը ապրում էր Ռուսաստանում մինչև 2018 թվականի հեղաշրջումը եւ վերադարձավ Հայաստան դրանից հետո։ Ըստ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարումների, նա Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։ Լրագրողների հետ զրույցում այս անձը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխատել է որպես լոգիստիկայի տնօրեն, ինչ-որ լոգիստիկ ընկերությունում։ Երբ նրան հարցրել էին ընկերության անունը, նա հրաժարվել է պատասխանել, ասելով, որ դրա համար պահանջում է ընկերության տնօրենի թույլատրությունը։ 21 թվականի ապրիլից մինչև 22 թվականի փետրվար ընկած ժամանակաշրջանում այս անձը դարձավ 4 ընկերության տնօրեն։ 21 թվականի ապրիլի 9-ին միաժամանակ Go Trade SP եւ Mina Maya SP-ի տնօրեն, 21 թվականի ապրիլի 27-ին Argishti 2 SP-ի տնօրեն, 22 թվականի փետրվարի 19-ին Mid Agro SP-ի տնօրեն։ Բոլոր 4 ընկերությունները կապված են Քոքոբելյանների ընտանիքի հետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար, նախկին падգամավոր Խաչատուր Քոքոբելյան։ Հատկանշական է, որ մինչև այս անձի նշանակվելը այս ընկերությունների տնօրենը Տիգրան Գևորգյանն էր։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը։ Հիմնական հետաքննական հոդվածը FIP-AM լրացուցիչ հրապարակումներ, Espress-AM, armeniareport.com եւ News-AM աղբյուրներ են։ Առաջին ընկերությունը Go Trade-ն է, ստեղծվել է 18 թվականի հեղաշրջումից մի քանի շաբաթ անց։ Զբաղվում է գյուղտեխնիկայի, վարձակալությամբ եւ լիսինգով։ Սեփականատեր Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է։ 21 թվականի ապրիլի 9-ին այս անձի եղբայրը դառնում է այս ընկերության տնօրենը։ Երկրորդ ընկերությունը Mina Maya փոքր հիդրոէլեկտրոկայան Եղեգիս գետի վրա հիմնադրվել է 2001 թվականին։ Այս ընկերությունը հետաքրքիր պատմություն ունի։ Հեղաշրջումից հետո 2019 թվականին ընկերությունը գնում է նույն Խաչատուր Քոքոբելյանի եղբայրը Վաչիկ Քոքոբելյանը։ Եվ նորից 21 թվականի ապրիլի 9-ին նորեն է նշանակվում այս խմբի ղեկավարի եղբայրը։ Նույն օրը երկու ընկերություն, մեկ մարդ, վարչապետի եղբայրը։ Երրորդ ընկերությունը Argishti 2, էլի փոքր հեկ, ստեղծվել է 2020 թվականի փետրվարին, սեփականատերը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Ղարիբյանն է, նրա եղբայրը։ Ուշադրություն դարձրեք անվանը Սամվել Դարփինյան։ 2019 թվականի օգոստոսին նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Պաշտոնեական դիրքի չարաշահում։ 21 թվականի ապրիլի 27-ին ընկերությունը գնում է Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդին Յուրի Քոքոբելյանը, ու նույն օրը տնօրեն է նշանակվում։ Գուշակեք ում։ Այս վարչապետի, այս անձի եղբորը։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, հեկը մինչև այդ ընդհանրապես չէր աշխատում։ 0 արտադրանք, բայց Արմենին տնօրեն նշանակելու հաջորդ ամսվանից կայանը հանկարծ սկսում է հոսանք արտադրել։ Իսկ Սամվել Դարփինյանի դեմ քրեական գործը 2 տարվա քննությունից հետո 21 թվականի հոկտեմբերին Արմենի տնօրեն դառնալուց մի քանի ամիս անց գործը ուղարկվում է դատարան։ Ու մի անգամից փակվում է, քրեական հետապնդումը դադարեցվում է։ Չորրորդ ընկերությունը Mid Agro ստեղծվել է 21 թվականի հոկտեմբերին, Մսի առևտուր, սեփականատերը նույն 20-ամյա Յուրի Քոքոբելյանը։ 22 թվականի փետրվարի 19-ին տնօրեն նշանակվում նույնպես վարչապետի եղբայրը։ Այսպիսով ունենք 4 ընկերություն, բոլորը կապված են մի ընտանիքի Քոքոբելյանների հետ։ Բոլորը պատկանում են կամ կուսակցության ղեկավարին, կամ նրա եղբորը, կամ էլ եղբորթուն։ Իսկ այս բոլոր ընկերությունների տնօրենը վարչապետի եղբայրն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Անցնենք վերջին պատմությանը։ 2020 թվականի մարտին ստեղծվում է Եվրոասֆալտ 1 ընկերությունը։ Կանոնադրական կապիտալը 140 միլիոն դրամ։ Տնօրենը մեր ազգային ժողովի խոսնակի եղբայրը։ Անունը ձեզ ոչինչ չի ասի։ Թույլ տվեք բացատրել։
Այս անձը մեր սիրելի Ալեն Սիմոնյանի եղբայրն է։ Իսկ Ալեն Սիմոնյանը Հայաստանի ազգային ժողովի նախագահ։ ԱԺ նախագահի եղբայրը փաստորեն։ Ստեղծվում է ասֆալտապատման եւ բետոնի արտադրության ընկերություն։ Եվ ահա թե ինչ է լինում հետո։ Եվրոասֆալտ ընկերությունը սկսում է մասնակցել պետական տենդերների։ Ճանապարհաշինություն, ասֆալտապատում, բետոնե աշխատանքների մրցույթներ։ Քանի տենդերը շահել։ 4 պետական պայմանագիր։ Ընդհանուր արժեքը 755 միլիոն դրամ։ Մոտավորապես 1.4 միլիոն դոլար։ 2 պայմանագիր զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ 2-ն էլ Արտիքի եւ Ապարանի համայնքապետերի հետ։ Բայց կա մի հետաքրքիր բան։ Լրագրողները հաշվել են, որ այս ընկերության 3 գնման համար ներկայացվել է 2.6 միլիարդ դրամի նախահաշիվ առանց հարկերի։ Այսինքն նախահաշիվները 2 անգամ ավելի բարձր էին, քան իրական պայմանագրերը։ Ինչու՞։ Հետո պարզվում է եւս մեկ դետալ։ 20 թվականի TS Construction ընկերությունը, որը երևի կապված է նույն շրջանակների հետ, 5 միլիոն դրամ է նվիրաբերել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Սպիկերի եղբայրը շահում է տենդերները, նույն շրջապատի ընկերությունները փող են նվիրաբերում կուսակցությանը։ Կուսակցությունը կառավարության մեջ է ու տենդերները բաժանում այս ընկերություններին։ Կառավարությունն էլ գնում է այդ նույն շրջապատի ընկերությունների ծառայությունները։ Սա կարուսել է, փակ շղթա։ Մեր աղբյուրներն են Ազատություն ռադիոկայանը, հետքի լրագրողները, Mirror Spectator, բոլորը գրեցին սրա մասին։ Բոլորը հարցրին, սա շահերի բախում չէ, բոլորին ի պատասխան լռություն։ Այսպիսով, ինչի հասանք մենք։ Կուսակցական ֆինանսները, որոնք իրար չեն բռնում, պետական հիմնադրամ, որի փողերը ուղարկվում է օֆշորներ, վարչապետի եղբայրը, որը 1 տարում դառնում է 4 ընկերության տնօրեն, ԱԺ խոսնակի եղբայրը, որը շահում է բոլոր պետական տենդերները։ Սրանք զուգադիպություններ չեն։ Սա համակարգ է։ Եվ գիտեք որն է ամենատխուրը։ 18 թվականի հեղաշրջումից հետո բոլորը հավատում էին, որ սա կփոխվի, բայց մեխանիզմը մնաց։ Փոխվեցին միայն դեմքերը։ Սա մի կուսակցություն էր, որը խոստանում էր արմատախիլ աներ կոռուպցիան։ Ինքը դարձավ համակարգի մի մաս։ Ավելի վատ, նա նոր համակարգ կառուցեց, նոր դեմքերի համար։ Ինչ է լինելու հետո։ Դա կախված է ձեզանից, մեզանից, նրանից, թե արդյոք մենք կլռենք, թե կստիպենք կառավարությանը պատասխանել այս հարցերին։ Ինչու է պետական հիմնադրամը ներդրումներ անում օֆշորներում։ Ինչու է վարչապետի եղբայրը 1 տարում դառնում 4 ընկերության տնօրեն։ Ով որոշեց, որ խոսնակի եղբայրը պետք է շահի այսքան տենդերները։ Որտեղից են գալիս փողերը, եթե մարդիկ նվիրաբերություններ չեն կատարում։ Ինֆորմացիան զենք է, ճշմարտությունը զենք է, եւ դուք այն զենքը նոր լսեցիք։ Տարածեք, պատմենք ձեր ընկերներին, որովհետեւ նրանք իրավունք ունեն իմանալ։ 2018 թվականի հեղափոխությունը, այսպես ասած, քաղաքական գործիչներից չսկսվեց, այն սկսվեց մարդկանցից, եւ այն կարող է նորից սկսվել, բայց միայն այն դեպքում, եթե մարդիկ դա ուզենան։